Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի Զանգակատուն համայնքի դպրոցին նվիրած Պարուհ Սևակի կիսանդրին հավանաբար կապամոնտաժվի։ Սևակի թոռը եւ Զանգակատուն համայնքի ղեկավարը համաձայնվել են, որ համայնքը որոշի։ Ուստի Facebook-յան էջի հարցման արդյունքներով բնակիչների 80%-ից ավելին կողմ է, որ ապամոնտաժվի։ Զարգերակիայի հետ զրույցում վարչական ղեկավար Հովիկ Կարապետյանը նշեց. դիմանկարի առումով ոչ ստացված է, բայց քանդակագործը դրա մեջ դրել է փիլիսոփայություն եւ բացատրել դա։ Ասաց նա նշելով, որ քանդակը նվեր է, այլ ոչ պատվեր։ Եվ եթե որոշեին չտեղադրել, խոսակցություններն ավելի սարսափելի կլինեին։ Նա նշեց, որ իրենց համար էլ բարդ վիճակ է։ Մի կողմից հայրային ճնշումն է, մյուս կողմից քանդակագործի վաստակը։ Դպրոցի տնօրեն Հայկ Ազնադամյանն էլ արձանի մեջ տեսնում է Պարուհ Սևակին։ Արժեք է, որի մեջ իմաստ կա։ Նա հաստատեց, որ արձանը բացմանը մեծ ոգևորությամբ է ընդունվել։ Լևոն Թոքմաջյանը մեծ զրույցում նշեց, որ քննադատությունները իր դեմ թշնամանք է համարում, գուցե կոլեգաներից ուղղորդված։ Սևակը պայքարող մարդու կերպար է, սովորական քանդակ չի։ Հենց դա է իրենց կատաղեցնում։ Ես հասկացել եմ, թե ինչ եմ անում։ Սևակի ազգականները շնորհակալություն հայտնեցին, ասացին, որ նոր աստիճանի ես հասցրել նրա կերպարը։ Ես ստեղծել եմ բնավորություն, պայքարի ուժ, ռոմանտիկա եմ դրել մեջը։ Հանճարեղ գործ եմ ստեղծել, Սարյանի արձանից հետո սա լավագույն գործերից մեկն է, ասաց նա։ Ըստ Թոքմաջյանի, գուցե դիտավորյալ այնպիսի կետից են նկարել քանդակը, որ նման աղմուկ է առաջացրել։